Լացս գալիս է, չեմ ուզում Արցախն աչքիս առաջ կորցնեմ։ 44-օրյա պատերազմի օրերին մայրիկի հետ կարճ հեռախոսազանգի ժամանակ ասել է Հայկ Ազմկրտչյանը։ Հերոսաբար նահատակված Հայկազը դժգոհել է, ուզում ենք առաջ գնանք, չեն թողնում։ Մենք իր մասնակցած պատերազմների եմ ասում, որովհետև Հուլիսյանին էլ մասնակցել, շատ բան ենք իմացել, էլի հատկապես այս վերջի պատերազմի ընթացքի մասին իմացել ենք շատ։ Որոշել էր հայտնի դառնալ։ Ընտանիքին հասած նամակներից մեկում կարդացել են, որ գիրք գրելու նպատակ է ունեցել։ Հայկազի երազանքն իրականություն է դարձրել քույրը Արևիկը։ Երբ կարդում էի հարազատների եւ ընկերների կողմից ուղարկված նամակները, շատ եղել է, որ շատ հուզվել եմ, եղել է նաեւ, որ շատ ծիծաղացել եմ, որովհետեւ այնպեսի հետաքրքիր պահեր էին գրում Հայկի մասին եւ ես չեմ ճանաչել Հայկին այդքան լավ, ես չէի պատկերացնում, որ մարդիկ, ովքեր որ շատ քիչ ժամանակ են իր հետ անցկացրել, կարող են այդքան մեծ սեր ու ջերմությամբ ունենալ Հայկի հանդեպ եւ խոսել նրա մասին այդքան մեծ նվիրումով։ Ընկերասեր, նվիրված, բարի ու հասուն, այսպես են հիշում ու բնութագրում ընկերները Հայկազին, որին կարճ Հայկ են դիմել։ Իրեն սկսել եմ ճանաչել դեռևս, երբ դպրոցը նոր պետք է ավարտեր եւ բարեբախտություն ունեցանք նաեւ իր ԵՊՀ-ի առաջի տարում մտերմացնել մեր ընկերությունը, մի քանի նաեւ առիթներով եւ հիմա նաեւ որ տարիների խորքից եմ նայում, բնական է ափսոսանքս ու կորուստը ավելի արժևոր ու ավելի մեծ է։ Գիտակցելով, որ նման որակի մարդու, նման ընկերոջ շատ դժվար է ունենալ երևի թե հատկապես ներկայիս խառը ժամանակներում։ Պատերազմի ժամանակ խափանվել է Հայկազի զենքը։ Մարտական ընկերը Ռոբերտը հիշում է, ինչպես էր Հայկազը նեղսրտել, բայց շատ արագ լուծել էր խնդիրը։ Կանոնետի նշանոցը փչացել էր, ահա որ շատ նեղվել էր, բայց ինքը հենց, չգիտեմ, մի բան ճարադրել ենք, չգիտեմ ոնց մի բան սարքել էր, կարում էր անել, թե չէ որ իր ականատը չէր կրակում, նեղվում են, ասում են զենքը պետք է աշխատի էլի։ Ինքը մտածում էր պետք է կռվենք, որ Արցախը հանգարց կօգնենք։ Տավուշի Մեհրաբ զորամասում հուլիսյան մարտերին մասնակցելուց հետո Հայկազը ամեն բան արել է Արցախում հայտնվելու համար։ Սեպտեմբերին նրան ու մարտական ընկերներին տեղափոխել են ջրական, մարտի թեժ հատված։ 1 ամիս 2 օր տարբեր ճակատներում մասնակցել է մարտերին, հոկտեմբերի 29-ին վիրավորվել է։ Մահացել նոյեմբերի 9-ին հիվանդանոցում 12 օր կյանքի համար պայքարից հետո։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։